Բարի երեկո հայրենակիցներ, օրակարգն է եթերում։ Շրջափակման հետևանքները մեր բազմաթիվ քաղաքացիներ այս կամ այն կերպ զգացել են սեփական մաշկի վրա։ Կորցրել են աշխատանքը կամ ժամանակավոր զբաղվածությունը ընդգրկված լինելով պետական եւ ոչ պետական տարբեր հաստատություններում կամ կազմակերպություններում։ Կառավարությունը խոստացել էր մշակել աջակցման ծրագրեր, որոշակիորեն մեղմելու շրջափակման հետևանքները։ Մեր առաջին տեսանյութի հերոսը Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանվել է, իսկ վերջին շրջանում ընդգրկված լինելով շինարարության ոլորտում շրջափակման հետևանքով զրկվել է գումար վաստակելու հնարավորությունից։ Ինչ օժանդակություն է ակնկալում նա պետությունից, կպարզենք տեսանյութում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ մնացել են առանց կացարանի։ Պատերազմից անմիջապես հետո լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում Արցախի ողջ տարածքում, տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։ Վերջիններիս համար էլ շինարարությունը դարձել էր աշխատանք ունենալու հնարավորություն, եւ շատերը ընտանիք էին կերակրում ունենալով այդ զբաղվածությունը։ Շրջափակումը դեպի վատը փոխեց նաեւ այս մարդկանց վիճակը։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով Արցախում 90%-ով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանից։ Շատ բանվորներ կորցրել են իրենց աշխատանքը, ասել է թե ընտանիք կերակրելու միջոցը։ Շահումյանից տեղահանված Նավասարդյանների ընտանիքը պատերազմից հետո վարձով բնակվում է Ստեփանակերտում։ Ընտանիքի հայրը Սիրավազ Նավասարդյանը մինչ շրջափակումը ընտանիքը պահում էր շինարարությունում բանվորի աշխատանք կատարելով։ Այսօր 5 հոգուց բաղկացած ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը բացակայում է։ Միջով պատերազմում ապրել ենք Շահումյանի շրջան գյուղ Բղեքեջ։ Պատերազմից հետո տարածքները ամբողջականության տվեցինք, ստիպված եկանք քաղաք Ստեփանակերտ, Ստեվարձոյք մնում։ Ծառայել ենք էլի որպես պայմանագրային։ Այդ պայմանագիրը լրացավ, արդեն մի քիչ չեն էլի խնդիրներ առաջացավ, ընտանիք հայրս մահացավ, հենց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին անցնել է 26-ին 27-ի լուսաբացն ավելի ճիշտ է։ Պատերազմը սկսեց, ընտանիքս հանեցի։ Մասնակցել եմ պատերազմի, երկու պատերազմի մասնակից եմ։ Ընտանիքս որ արդեն պատերազմը ավարտվեց, ընտանիքս վերեցինք Ստեփանակերտ։ Սկսենք աշխատել շինարարությունում, ճիշտ է միջով շինարարությունը ռեստորանում ենք աշխատում, աշխատավարձը հերիք չէր անում։ Վարձաբանել, այդպես կոմունալ հերիք չէր անում։ Ստիպված դուսել է մտաշինարարություն, որպես խառնելի գործ այդպես աշխատավարձը չէի բողոքում, տավել։ Հիմա որ ճանապարհները փակվել են, այսպես մնացինք էլ ոչ գործ կա ուշի բան։ Տան միակ աշխատողն էր Սիրավազը։ Այսօր Նավասարդյանների միակ եկամտի աղբյուրը Սիրավազի մոր փոքրիկ կենսաթոշակն է մնացել, որը մի կերպ հերիքում է սննդի եւ ատառողջ թոշակառուի դեղորայքի հարցում։ Այս պայմաններում մեկապայիս մայրս է, որ թոշակ է ստանում։ Ինչ գումար էլի 40000։ Պլյուս տանավարձը մի ձև որտեղ մենք ասենք խանութներում էլ ինչ-որ նորմալ բան կա չկա։ Երեխու ձեռքից բռնում ես խանութը, գլուխը կախած գալիս ես տուն, որտեղ ոչի բան չկա խանութում։ Պետությունը վարձ է տալի, դե վարձն զորով ախր տանը հարցեր են գծում, էլի վարձը կոմունալները։ Ճիշտ ասած մենք զանգել ենք սոցիալ նախարարություն, ասում են մեկապայս ինչ որ պետական, ասենք մարդիկ որ աշխատել են ինչ որ միտեղ պետական սահմաններում, այդպես մեկապայս իրենց ծրագրով է, բայց ովքեր դրանց պատշգամբի են աշխատում, հələ այդ ծրագիրը մշակման փուլում է։ Նավասարդյանների ընտանիքը պլանավորում էր ունենալ սեփական փոքրիկ անկյունը, նախատեսում էին բնակարան գնել, բայց միջանցքի արգելափակման հետևանքով տապալվել են պլանները։ Մեզի այս տեղահանվածների Շահումյանի շրջանում սերտիֆիկատ էին տալի, որ տուն առնենք։ Ես նախընտրել էի Հայաստանում։ Տունը ճարել ենք, ինչ որ մի ֆինանսական խնդիրներ կա, մոտ մի 6000-ի սահմաններում, որ պիտի գնայինք, այդ տան հարցեր լուծեինք, էլի։ Այդ ճանապարհը փակվեց, ցույց մնացինք։
Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը։ Սեփական տանիքին սպասողների հուսահատությունից զատ այսօր մեր շատ հայրենակիցներ զրկված են իրենց աշխատելու իրավունքից։ Իսկ թե մինչև երբ կմնան գործազուրկ եւ մինչև երբ կշարունակվի շրջափակված հայրենիքում ապրողի գոյատևման պայքարը, պարզ չէ։ Շարունակում ենք ծրագիրը։ Երեկ մեկնարկեց Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառումը, որի պատասխանատուն Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունն է։ Երրորդ փուլի միջոցառումների մեկնարկը կտրվի առաջիկա օրերին, ներառելով ծրագրերի նոր փաթեթ։ Այդ առիթով տաղավար ենք հրավիրել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության իրավաբանական բաժնի պետ Մարիա Աթանեսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես նախ սկսենք նրանից ծրագրերի մեկնարկից առաջ ինչպիսի մոնիտորինգ ուսումնասիրություն է անցկացվել կարիքների գնահատման առումով եւ ծրագրերի նպատակային կիրառման նաեւ այս միջոցառումների ավելի թիրախային լինելու առումով։ Իրականացվել է մոնիտորինգ շահառուների շրջանակը որոշելիս, ինչպես նշեցինք, մեկնարկվել է արդեն իսկ շրջափակման սոցիալական հետևանքները մեղմացնող երկրորդ միջոցառումը, դիմումները արդեն ընդունվում են, որի նպատակն է դրամական աջակցություն տրամադրել շրջափակման հետևանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարություններով պայմանավորված աշխատանքից ազատված անձանց։ Նշված միջոցառման շահառու է համարվում այն անձը, ով առնվազն 22 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել առաջին միջոցառման ցանկում ընդգրկված ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտի հետ եւ որը 22 թվականի դեկտեմբերի 12-ից մինչեւ 23 թվականի հունվարի 31-ը ներառյալ ազատվել է աշխատանքից։ Աջակցություն տրամադրվելու է միանվագ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ այն դեպքում, երբ շահառուի նոյեմբեր ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները պակաս են դրանից, ապա նոյեմբեր ամսվա եկամուտների չափով։ Նշված միջոցառման այլ մանրամասներին շահառուները կարող են ծանոթանալ նախարարության թեժգծի միջոցով։ Խոսքը արդեն կա, դիմումները կան, այլ գիտենք, որ կայքում տեղադրված է նաև դիմումի ձևը, որքանով է մեխանիզմը ընտրված ճկուն եւ դյուրին, որպեսզի թղթաբանության հետ կապված խնդիրներ չծագեն։ Կարծում եք, որ դիմումների ընդունման հետ կապված խնդիրներ չեք ունենալու, հաշվի առնելով, որ մշակվել է նախարարության կողմից դիմումի օրինակելի ձևը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումները ընդունվելու են նախարարության աշխատակազմի միասնական սոցիալական ծառայություն գործակալության ստորաբաժանումների միջոցով, որի աշխատակիցները պատրաստ են օգնել շահառուներին դիմումի լրացման գործում եւ այլ առաջացած հարցերում։ Համոզված ենք մի շարք քաղաքացիներ նաև չգրանցված էին աշխատում, այս կամ այն անպատասխանատու գործատուների հետ կապված, փաստորեն նման գործատուները չեն կարող օգտվել նման ծրագրից, որովհետև գրանցված մարդիկ, ովքեր իսկ որպես աշխատանք չունեցող քաղաքացիներ, նրանք կարող են օգտվել արդեն երրորդ ծրագրից։ Ինչ է ենթադրում փաստորեն երրորդ ծրագիրը եւ ինչով այն կտարբերվի երկրորդից։ Երրորդ ծրագիրը նպատակ ունի դրամական աջակցություն տրամադրել մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող որոշ ընտանիքներին։ Աջակցություն տրամադրվելու է այն ընտանիքներին, որտեղ որ առկա են հետևյալ հանգամանքներից մեկը կամ երկու ծնողը չեն աշխատում, կամ մեկ ծնողը չի աշխատում, իսկ մյուսը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Հաջորդ հանգամանքը այն է, որ մեկ ծնողը չի աշխատում կամ գտնվում է մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում երեխայի, իսկ մյուս ծնողը աշխատում է, սակայն 23 թվականի հունվար ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները չեն գերազանցում 500,000 ՀՀ դրամը։ Իսկ երրորդ հանգամանքը այն է, որ միակ ծնողը երեխայի
չի աշխատում կամ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Միակ ծնող հասկացությունը ավելի պարզաբանելու համար հանրության համար ով է համարվում։ Միակ ծնողը համարվելու է միայնակ մայրը կամ միակողմանի ծնողազուրկ երեխայի ծնողը կամ առանձնական խնամքի մնացած երեխայի խնամակալը։ Դրամական օգնությունը նաև տարբերվելու է 40,000-ական, 20,000-ական, ինչով է պայմանավորված այս խմբերի։ Առաջի եւ երրորդ հանգամանքների դեպքում տրամադրվելու է 40,000 դրամ յուրաքանչյուր երեխայի հաշվով, իսկ երկրորդ հանգամանքի առկայության դեպքում 20,000 դրամ։ Յուրաքանչյուր երեխայի հաշվով։ Երբ է մեկնարկելու ծրագիրը արդեն ստորագրվել է, ընթացքի մեջ է, նաև ժամկետները ավարտին, մինչև երբ կարող են ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։ Երրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացում ներգրաված է նաև համանքի ղեկավարները, այդ աշխատանքները նաև համակարգում են վարչակազմի ղեկավարները, հաշվի առնելով շրջափակման դժվարությունները, տրանսպորտային միջոցների շարժը եւ այլն։ Թյուրին բռնումներ լինում են արդյոք թեժ գիծը համոզված եմ նաև նման հարցերով է հեղեղված, համոզված եմ նաև տարբեր բաժիններ զանգում են ճշտելու թե որ խմբում են նրանք ընդգրկված, առավել հստակ ինֆորմացիա ստանալու համար թերևս դիմենք այ կամ թեժ գծի միջոցով։ Թեժ գծին, հա, աշխատում եք մանրամասն պարզաբանել եւ ծանոթացնել շահառուներին պայմաններին։ Համոզված եմ, որ հանրության կողմից բարձրացվող հարցերի առաջնային տեղ է զբաղեցնում նաև կոմունալ վճարումների սուբսիդավորման, մեղմացման որոշակի հարցը, ինչը կառավարության ղեկավարի խոստմամբ պետք է մշակվի եւ կոնկրետ կարիքների գնահատման դեպքում լինի ինչ-որ աջակցման ձևով։ Արդյոք քննարկվում է այդ հարցը եւս եւ առաջիկայում սպասել նաեւ նման ծրագրի։ Ներկայումս քննարկվում է, հա, ծրագիրը գտնվում է մշակման փուլում, իրականացում է եկամուտների կարիքների գնահատում։ Առաջիկայում հնարավոր կլինի, հա։ Եվ կարիքների գնահատումը ինչպես է կատարվում նախարարության կողմից, արդյոք մեխանիզմը մի ձև ունի, թե կախված իրավիճակից, օրինակ շրջափակման պայմաններում, արագ կատարվում է նաև այլ սկզբունքների հետ կապված այդ կարիքների գնահատումը, մեխանիզմը, սկզբունքը ինչպես է։ Քաղաքացիների դիմումների հիման վրա, սոցիալական աշխատողների միջոցով իրականացվում է կարիքների գնահատում, ընտանիքի եկամուտների եւ այլ հանգամանքների ամփոփում, որը հնարավորություն է տալիս դիմումատուին տրամադրել առավել նպատակային սոցիալական աջակցություն։ Շրջափակումից ի վեր համոզված ենք, բացի այս նոր մեկնարկած միջոցառումներից, բազմաթիվ ծրագրեր եւս կատարվել են, կոնկրետ թիրախային նպատակային ծրագրեր են իրականացվել, ինչպես կգնահատեիք դրանց արդյունավետությունը, որքանով են դրանք տեղին եւ ինչ արդյունք տվեցին։ Շրջափակման առաջին իսկ օրերին նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվել կիսված ընտանիքներին առաջնահերթությունը տալով անչափահասների, միայնակ տարեցներին սոցիալական աջակցության տրամադրմանը ուղղված։ Տրամադրվել է նյութական օգնություն, առաջի անհրաժեշտության պարագաներ, տրամադրվել նաև հոգեբանական աջակցություն։ Կարծում եմ, որ արդյունավետ են Այս ձեզ բողոքների մեծ մասը իսկապես տեղին են, թե նաև սոցաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում դրանք երբեմն նաև պարզապես օգտվելով իրավիճակից են ներկայացնում մաքսիմալ տարբեր ծրագրերից օգտվելու համար։ Տարբեր է լինում։ Միանշանակ չեմ կարողանում ասել, ամեն դեպքում կարիքների գնահատումը օգնում է, որ տրամադրեք այն դիմումատուին, որ իրականում կարիք ունի։ Շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Եվ այսպես բացի այս ծրագրերից տարբեր խողովակներով Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության կողմից բարբերաբար ստացվող հումանիտար օգնությունը տեսակավորվում, տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմի մասնակիցների եւ այլն, եւ նախարարություն դիմաց սոցիալապես անապահով ընտանիքներին։ Մեր հաջորդ տեսանյութի հերոսները սոցիալական խնդիրների
խնդիրներից զատ նաև առողջության հետ կապված խնդիրներ ունեն, որը հավելյալ միջոցներ է պահանջում։ Որքանով կթեթևացնեն այս ծրագրերը նրանց ծանր կենցաղը, թերևս ժամանակը ցույց կտա։ Իսկ մենք հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք։